Բարոյցես դեկոնստրուկցիա կամ ռեկոնստրուկցիա զրույցների շարքն է, որտեղ ինչպես դուք երևի արդեն գիտեք, եթե հետևել եք նախորդ զրույցներին, եթե չեք հետևել հիմա կիմանաք, մենք զբաղված ենք քանդել հավաքելով։ Այսինքն, մենք վերցնում ենք մեր հանրության մեջ տարածված պատկերացումներ, հանրային պատկերացումներ, ոչ թե ընդհանրապես պատկերացումներ, հանրային պատկերացումներ, ինքնին բարձ համարվող ճշմարտություններ, ինչ որ պնդումներ, ինչ որ չգիտեմ ձևակերպումներ, եւ փորձում ենք դրանք քննել, այսինքն սկզբում վերլուծում ենք, քանդում ենք, այսինքն դեկոնստրուկցիա ենք ենթարկում, նայում ենք, տեսնում ենք մեջը ինչ որ բան կա թե չկա, եւ եթե տեսնում ենք, որ կա, փորձում ենք, այսպես ասած, վերականգնել, վերանորոգել, ավելի լավ sense տեսքի բերել եւ դնել սեղանին պայմանական ասած, իսկ եթե քանդում ենք եւ տեսնում ենք մեջը ոչինչ բան չկա, դատարկություն է հիմնականում, խորհուրդ ենք տալիս վերցնել եւ նետել դեն այդ պատկերացումները։ Հիմա արդեն բավականին թեմաներ քննարկել ենք, անցյալ անգամ մենք խոսեցինք պետություն եւ հայրենիք, հակադրության մասին, կեղծ հակադրության մասին, տեսանք նաեւ որ դա ըստ էության կեղծ հակադրություն է, եւ քանի որ այդ թեմայից սկսեցինք խոսալ, այսպես սազական է շարունակել մի հատ ուրիշ դրա հետ բավականին կապված թեմայի մասին պատմություն եւ իրականություն կամ պատմական հայրենիք, իրական հայրենիք կամ պատմական Հայաստան, իրական Հայաստան այսօր բավականին ակտուալ թեմա է, բայց ինչպես եւ նախորդ թեման, իրականում սրա ակունքները նույնպես 90-ականներին են, 90-ականներին որոշ չափով, գուցե ոչ այս ձևակերպումներով, ոչ այս շեշտադրման, ոչ այս ինտենսիվությամբ, բայց նույնպես այդ թեման քննարկվել է, նախորդ թեմայի պես էլ, այստեղ զուգահեռներ կան, եւ էլի սա կարելի ասել այսօրվա այս ձևակերպումը իրական Հայաստանը հակադրված պատմական Հայաստան, չնայած այսօր միտեղ կարդացի, ասաց մի կարծիք, որ այդ իրական Հայաստանի կոնցեպցիան իրականում պատմականին ընդհանրապես չի հակադրվում, ոչ միտեղ չկա գրված, որ ինքը պատմականին է հակադրվում, իրականում հակադրվում է թեկուզ իր ենթատեքստով եւ թեկուզ այնպես ինչպես որ մարդիկ հասկանում են, բայց նաեւ իր ծագմամբ, ինչու որովհետեւ էլի եմ ասում ակունքները 90-ականներին են կամ մի քիչ ավելի ուշ, էլի պետք է ասեմ, որ այստեղ օգտագործվել է Վանո Սիրադեղյանի ժառանգությունը, այդ ժամանակ արդեն Ավետիս Բաբաջանյան կեղծանունով էր գրում, նաև հայկական ժամանակ թերթում արդեն Հայաստանում չէր, եւ իր պոլեմիկ, շեշտում եմ պոլեմիկ հոդվածներից մեկում, ես հիմա բառացի չեմ հիշում, բայց ինքը ուներ այդ ձևակերպումը կամ մի քանիսում նույնիսկ գուցե ուներ, որ հայը սիրում է պատմական հայրենիքը, իսկ իրական հայրենիքը չի սիրում կամ այդքան էլ չի սիրում, պատմականն է իր համար կարևոր։ Այս հակադրությունն է եւ այս ինչը որ այսօր քարոզվում է որպես իրական Հայաստան, այդտեղից է փոխառված, այսինքն ուրիշ բան պետք չի փնտրել, այլ աղբյուրներ են կարող ունենալ, բայց բառացի այդտեղից է փոխառված։ Իհարկե կոնտեքստից հանված է զգալի չափով, որովհետեւ ես ինչի շեշտեցի պոլեմիկ հոդված էր, պոլեմիկ հոդվածի համար մեծ հաշվով ես անում սա թույլատրելի ձևակերպում է, բայց եթե դու դրա վրա փորձում ես կառուցել գաղափարախոսություն, այսինքն արդեն մտածված ենթադրյալ, իհարկե, ենթադրյալ մտածված sense համակարգ, որի հիմքում պետք է նաև անպայման լինի փիլիսոփայական մոտեցում, արդեն այդ պոլեմիկ ձևակերպումները շատ-շատ քիչ են եւ այստեղ իրանք իհարկե թույլ են, բացի այդ միանք նաև ասեմ, քանի որ ամեն դեպքում Վանոյի անունը տվել եմ, որպեսզի շատ այսպես չխառնվի այս թեմայի հետ ինքը, չնայած որ իրանից է վերցված ձևակերպումը, խնդիրը նա է, որ սա գուցե մի օր առանձին էլ խոսանք, ընդհանրացված, ոչ թե Վանոյի մասին, այլ ընդհանրացված ինչպես է մեզանում վերաբերվում կերպարներին են, կերպարներին, չգիտեմ, պատմական ասեմ, քաղաքական կերպարներին, նրանց ժառանգությանը իմ կարծիքով շատ լուրջ սխալներ են այստեղ թույլ տրվում, ոչ միայն էլ եմ ասում Վանո Սիրադեղյանի մասով, այլև ընդհանրապես, որտեվ նման մարդկանց դեպքում, գործիչների դեպքում առաջնային է, ոչ թե ինչ որ իրենք ասել կամ ձևակերպել, դա նույնպես կարևոր է իրենց գործունեությունը։ Որովհետև Վանո Սիրադեղյանը կարող է հազար ու մի ձևակերպում տված լինել, բայց իր ամբողջ կենսագրությունը, այսինքն նրանով ինչով ինքը հայտնի է դառել։ Ինքը գրող է եղել, չգիտեմ, բայց հայտնի է դառել ինքը ի վերջո ամբողջ Հայաստանի, որպես Ղարաբաղյան շարժման ներկայացուցիչ, եւ առանց այդ շարժման ինքը չէր լինելու, չէր ունենալու երբեք այն համբավը, որ ուներ, որ գրող, որպես գրող կարող էր հայտնի դառնալ, որտեղ իրոք տաղանդավոր գրող է, բայց գերհայտնի է դարձել ամբողջ հայազգին դրանով, եւ դրան է պետք նայել, եւ եթե նայում եք իր այդ կենսագրության ամենակարևոր կետին, դա հաստատ չի բռնում
այն մեկնաբանության հետ, իրական Հայաստան կոչված մեկնաբանության հետ, որը այսօր փորձում են ներկայացնել, ուղիղ հակասության մեջ է կարելի ասել, ինչևէ հիմա սրա մեջ չեմ խորանում, անցնենք առաջ արդեն բուն թեմային, ինքը բարդ թեմա է, ինքը բավականին երկար թեմա է իր էությամբ, բայց ես փորձելու եմ իրեն կարճ ներկայացնել, փորձելու եմ մեկ մաքսիմում գուցե երկու խոսակցության մեջ տեղավորել, որտեղ այլ թեմաներ ունենք, էլի շատ հետաքրքիր ու կարևոր նաև ակտուալ, որ ուզում եմ անպայման հասցնենք այս ընթացքում խոսել, եթե ինչ որ ասենց ասած մնան հարցեր, մնան ինչ որ բաներ, որ մտածենք հետո որ արժի միասին իհարկե մտածենք, որ արժի խորանալ, առանձնացնել այս թեմայից առանձնացնող մի օր էլի կշարունակենք, բայց այս փուլում մեր զրույցների ես կարծում եմ պետք է փորձել որքան էլ ինքը բարդ է ու որքան էլ ինքը ճյուղավորումներ ունի 1-2-ի մեջ տեղավորել։ Նաև ուզում եմ զգուշացնել, որ սկիզբը իրա ոչ թե բարդ է, իրականում թվացial բարդ է։ Թվում է բարդ, որտեղ պետք է սկսենք որոշ փիլիսոփայական մոտեցումներից, սահմանումներից, այդ իմաստով կարող է թվալ բարդ, մի քիչ վերացական, որտեղ պետք է հասկանանք պատմությունը եւ իրականությունը ինչ բաներ են ընդհանրապես արդյոք դրանք իրար հակադիր բաներ են, բայց ես ասում եմ, էլի թվացial բարդություն է դա, որովհետեւ հենց որ մենք ուղղակի sense հենց նույնիսկ կենցաղային մակարդակով այդ թվացial վերացարկությունները պատկերացնենք մեր կենսափորձի վրա դրանք ամենօրյա կենսափորձի վրա դրանք կստուգենք, մի փոքրիկ ուղեղներս աշխատացնենք, դա ցանկացած մարդու համար իրականում հասանելի փիլիսոփայություն է, հասանելի աբստրակցիաներ են։ Հիմա եկեք ուրեմն սկսենք հենց այդ բարդ, թվացial բարդ փիլիսոփայական մասից, որտեղ առանց դրա անհնար է այս թեման հասկանալ, ինքը հենց փիլիսոփայական է, որքան էլ մարդիկ որոնք թեկուզ դա այսօր առաջարկում են, իրենք միգուցե չեն հասկանում, որ դա փիլիսոփայական թեմա է, որտեղ երբ որ դու խոսում ես իրականությունից լուրջ փորձում ես խոսալ որպես գաղափարախոսություն եւ պատմությունից անխուսափելիորեն փիլիսոփայական չես կարող դրանից փախչել, գիտակցում են թե ոչ դա այնպես խնդրեմն է, բայց թեման իրայությամբ այդպեսին է։ Ինչ կա այստեղ ենթատեքստով, հակադրում են պատմությունը եւ իրականությունը։ Դա լիովին կեղծ հակադրություն է, որ ոչ միայն պատմությունը եւ իրականությունը իրար հակադիր չեն, այլև լրիվ նույն բաներն են։ Մենք դա տեսնենք ինչպես եւ ոնց, բայց ես միանգամից պնդում անում եմ, ոչ միայն լրիվ նույն բաներն են, այլև պատմությունը միակ, կրկնում եմ, միակ իրականությունն է, որում մարդը ապրում է ուրիշ իրականություն, մարդը չգիտի այս կյանքում։ Հաջորդ կյանքում, այսպես ասած, ուրեմն հոգեվոր կյանքում, աստվածային կյանքում, այո, կա պատմությունից դուրս է դա արդեն, բայց այն ինչ որ մարդ արարածը եւ որպես հանրային հատկապես երևույթ ապրում է, միակ իրեն ծանոթ իրականությունը պատմությունն է, ուրիշ իրականություն ուղղակի գոյություն չունի, այսինքն այս հակադրությունը լիովին լրիվ կեղծ է։ Հիմա եկեք հասկանանք թե ինչու եւ ինչպես, որտեվ առաջին հայացքից այդպես չի թվում։ Ինչ են հասկանում սովորաբար մարդիկ, նույնիսկ գիտնականները, երբ որ ասում են պատմություն, դե ասում են պատմությունը գիտություն է անցյալի մասին, նույնիսկ պատմությունը նույնացնում են անցյալի հետ, ասենք ասում ենք, չէ՞, կենցաղում։ Դե այս ինչ բանը արդեն պատմություն է դարձել, այսինքն նկատի ունենք արդեն անցել է, արդեն անցած է դարձել։ Իրականության մեջ իհարկե այդպես չի, պատմությունը անցյալի մասին գիտություն չէ, ոչ էլ անցյալ է, եւ այն պարզ պատճառով, որ որքան էլ զարմանալի թվա, ոչ մի անցյալ էլ իրականում գոյություն չունի եւ անցյալի մասին գիտություն գոյություն չի կարող ունենալ ընդհանրապես։ Ինչու՞, մի քիչ էլ եմ ասում, զարմանալի պնդումներ եմ անում, ինչ որտեղ վերացական, բայց եթե մենք մի փոքրիկ խորանանք, իհարկե մեր զուտ sense ամենօրյայի համար հեշտ է, շատ հարմար է ավելի շուտ բաժանել ժամանակը անցյալի, ներկայի, ապագայի, բայց դա բացարձակ պայմանական բաժանում է, հենց որ մի փոքրիկ խորանում ենք, մենք հասկանում, որ դա գոյություն չունի, պայմանականություն է մաքուր, որովհետև ինչ բան է անցյալը, եկեք մի հատ հասկանանք։ Ցանկացած եւ ինչ բան է ներկա։ Մենք ենթադրում ենք, որ կա ինչ որ ներկա, բայց մենք հասկանում ենք, չէ՞, որ այդ ներկան ըստ էության անորսալի մի հատ պահ է։ Ցանկացած բան ամեն վարքյան վերածվում է անցյալի, չէ՞։ Մենք հիմա խոսում ենք, ես հիմա խոսում եմ, ինձ ցանկացած խոսք արտասանվում է եւ նույն վարքյանին դառնում է անցյալ, որտեղ ինքը նույն վարքյանին անցնում է։ Հիմա որտեղ է այդ սահմանը, որ ենթադրվում է, որ կա ինչ որ սահման ներկայի եւ անցյալի միջեւ, որ ասում ենք այս սա արդեն անցյալ է, սա ներկա է, իրականում այդ սահմանը չկա, ոչ ոք չի կարող դա հստակ գծել։ Առավելως դա գիտականորեն սահմանելի չի, այսինքն
որ պահից է, եթե մենք ենթադրում ենք, որ պատմությունը անցյալ է, որ պահից է դա վերածվում անցյալ, ասենք 10 տարի առաջն է, մի տարի առաջն է, 100 տարի առաջն է, ոչ ոք չի կարող ասել, եւ իրականում դա ինքնին սխալ абսուրդ մոտեցում է։ Չի կարող որևէ մեկը սահմանել, ասել, այս պահից, այս վայրկյանից, այս րոպեից, այս տարմանից սկսած, այս ինչ բանը դառնում է անցյալ կամ պատմություն, իսկ սա ներկա է եւ ասենք արդիականություն է եւ իրականություն։ Նման սահման չի կարող լինել, քանի որ բուն իմաստով, չգիտեմ, որ տեսակետից նայենք, կենցաղի տեսակետից, ֆիզիկայի տեսակետից, փիլիսոփայության տեսակետից, որտեղ դրանց բոլորը զբաղվում են ժամանակի հարցով, որ տեսակետից էլ նայենք, դա անդադար հոսք է, այսինքն ժամանակի անդադար հոսք կա, որտեղ ներկան անորսալի պահ է, ինքը նույնիսկ մի վայրկյան չէ, մի վայրկյան չի, չկա, ըստ էության ամեն ինչ անընդհատ վերածվում է անցյալի եւ մեծ հաշվով գոյություն ունի միայն դա, որտեղ մենք ասում ենք նաեւ ապագայի մասին, ապագան դա նայ ինչ որ դեռ չկա, չէ՞, այսինքն ինչ որ դեռ տեղի չի ունեցել եւ իր մասին մենք չունենք ստույգ գիտելիքներ, կարող ենք միայն ենթադրել կամ կանխատեսել, բայց ինքը ամեն վայրկյան ապագան դառնում է ներկա եւ ամեն վայրկյան ներկան դառնում է անցյալ։ Վերջ, ել եմ ասում, թվում է առաջին հայացքից բարդ, բայց իրական պարզից պարզ բան է, ամեն օր մենք դա ապրում ենք, մեր ամենօրյա փորձն մենք բոլորս դա շատ պարզ կարող ենք հասկանալ։ Եվ ուրեմն եթե այդպես է, եթե մեծ հաշվով այդ սահմանները լրիվ պայմանական են, ոչ մի գիտություն անցյալի մասին էլ չկա եւ պատմությունը բացարձակ անցյալի մասին, որտեղ անցյալը ամեն ինչ տեղի է ասում, ամեն ինչ որ տեղի ունենում, հենց հիմա հենց նույն վայրկյանին դառնում է անցյալ եւ դրանից դուրս ոչ մի ուրիշ բան չկա։ Բայց ինչ է այդ դեպքում պատմությունը։ Եվ ինչի ենք ամեն դեպքում կապում անցյալի հետ, որտեղ պատմությունը այո, ժամանակի հոսքի մասին այսինքն ժամանակի հոսքն է, այդ անդադար հոսքը, որը պայմանական բաժանում ենք անցյալի ներկա ապագայի, բայց ինքը իրականում անդադար հոսք է, որտեղ անընդհատ ներկան դառնում է անցյալ, ապագան դառնում է ներկա եւ նորից դառնում է անցյալ, այդ հոսքն է եւ այդ հոսքի մասին է պատմագիտությունը, եւ այդ հոսքը ել եմ շեշտում եւ անդադար է եւ այդ հոսքի կարևոր հատկությունը էլի մեր կենսափորձից ելնելով անընդհատ փոփոխությունն է։ Ինչ ենք մենք ժամանակը զգում, դեռ ժամանակի մեջ ամեն ինչ փոխվում է, ոչինչ կայուն չի մնում։ Այդ հոսքն է, այսինքն պատմությունը դրա մասին է, բայց սա քիչ է, որովհետև դե ժամանակի հոսք ինքը կարող է վերաբերվել ամեն ինչին։ Պատմությունը ավելի կոնկրետ մարդու մասին է այդ ժամանակի հոսքի մեջ, ժամանակի մեջ։ Մարդ եւ ժամանակ, այս երկուսը արդեն դառնում է պատմություն, որտեղ պատմությունը մարդու մասին է։ Ճիշտ է, մենք կարող ենք ասել, չգիտեմ, դինոզավրերի պատմություն, բնության պատմություն, կենդանիների պատմություն, բայց այդ բոլորը հավելյալ sense բաներ են, հա, բայց պատմություն բուն իմաստով մարդու մասին է։ Մարդը ժամանակի մեջ։ Եվ մարդ իհարկե այստեղ ոչ այնքան անհատ մարդ, անհատ մարդով զբաղվում է, չգիտեմ, հոգեբանությունը, մարդաբանությունը, այլ մարդ որպես հանրային էակ, այսինքն ազգերի մասին է, պետությունների մասին է, այդ մակարդակի մասին, չգիտեմ, դասակարգերի մասին է, մարդը որպես հանրային էակ ժամանակի մեջ, սա հավասար է պատմություն։ Ուրիշ բանի մասին չի պատմությունը։ Այդ իմաստով մարդու համար, արդեն այստեղ գալիս ենք արդեն այն մեր առաջի պնդմանը, մարդու համար այլ իրականություն գոյություն չունի։ Այս կյանքում շեշտում եմ, այս կյանքում, նյութական կյանքում այլ իրականություն բացի պատմությունից գոյություն չունի։ Ինքը ապրում է պատմության մեջ, այսինքն անընդհատ կատարվող, անընդհատ փոփոխվող ժամանակի մեջ։ Ուրիշտեղ մարդ չկա, այսինքն եթե մարդուն հանում ես այդ հոսքից, ինքը կամ վերածվում է մի հատ աբստրակցիայի, կամ ինքը արդեն հոգի է, անմա հոգի է, որը աստվածային ոլորտում է։ Ոչ պատմականը աստվածաբանականն է, աստվածային է, բայց քանի որ մենք այս աշխարհում ենք ապրում եւ քանի դեռ այս աշխարհում ենք ապրում, մենք ապրում ենք պատմության մեջ եւ շեշտում եմ նորից ու նորից։ Ուրիշ իրականություն չկա մարդու համար այս կյանքում եւ չէր կարող լինել։ Այսքանն է պատմությունը եւ այսքանն է իրականությունը։ Այսինքն մենք տեսնում ենք, որ պատմություն եւ իրականություն լրիվ նույն բանն են, ոչ թե իրանք նույնն են, ինչ որ իմաստով, ոչ թե իրանք նման են իրար, ոչ թե իրանք հատվում են իրար, ոչ թե իրանք հակադրված չեն իրար, այլ ուրիշ բան չկա։ Նույն բան են, հոմանիշներ են ըստ էության մարդու համար, պատմություն եւ իրականություն հոմանիշներ են։ Չկա երկու տարբեր հասկացություն, պատմություն եւ իրականություն կամ
պատմություն հավասար է անցյալ եւ իրականություն դե որ ասում են ենթադրում են ներկա, չկան դրանք պատրանք են, իլյուզիա են, կա միայն պատմությունը եւ դա է միակ իրականությունը։ Սա առաջին հայացքից տենց վերացական է հնչում եւ որքան են մենք այո դա տենց հասկանում ենք, եթե մի փոքրիկ խորանում ենք, զգում ենք հասկանում, բայց քանի որ վերացականություն է, արագ մոռանում ենք, չենք ուզում սա հիշենք։ Բայց իրականում սա շատ կոնկրետ բաներ է նշանակում, որովհետեւ դա այն է, ինչի մեջ մենք ապրում ենք, ինչը մենք ապրում ենք եւ ինչը մենք ենք, այսինքն ինքնությունը։ Եվ ամեն ինչը, այսինքն ամեն ինչը, ինչի մեջ մենք ապրում ենք, ձևավորվում է այդ պատմական հոսքի մեջ, ցանկացած իրականություն, որը մեր շուրջ է, ինքը կամ ձևավորվել է արդեն այդ հոսքի մեջ կամ հենց հիմա ձևավորվում է այդ հոսքի մեջ, ցանկացած բան, որ բնորոշում է մեր կյանքի պայմանները եւ որպես ազգ, եւ վերջում նաեւ որպես անհատ եւ այլն։ Ոնց որ կներեք, էլի մի հատ օրինակով բերեմ, ոնց որ անհատը եւ իր կենսագրությունը դու չես կարող վերցնել արհեստականորեն ասենք, կտրել այդ կենսագրությունը եւ ասել, որ օրինակ իրական հրանտը դա, ասենք, չգիտեմ, 49 տարեկան հրանտն է, իսկ այն կա ինչ որ պատմական հրանտ, ասենք 29 տարեկան, չգիտեմ 39 տարեկան, որ դա արդեն կարևոր չի, դա անցյալ է, չէ՞, որովհետեւ որս հասկանում ենք, որ այդ այսպես կոչված իրական հրանտը, որը հենց հիմա խոսում է եւ ապրում է, ինքը մի ինքնություն է, որ անընդհատ կյանքը անընդհատ է, այսինքն դու չես կարող դա բան անես, բաժանես եւ ինքը ձևավորված է եւ ձևավորում է իր այդ ամբողջ կենսագրությամբ, ոչ թե հենց այս պահին երկնքից ցած իջել էստեղ կամ ասենք, իհարկե եթե կան շատ վատ դեպքեր, որ մարդը հիշողությունը կորցնում է, բայց այդ դեպքում ինքը իր ինքնությունն էլ է կորցնում։ Այսինքն չկա մարդը, եթե ինքը իր հիշողությունը կորցնում է։ Եվ այստեղ էլի կյանքը մի հատ sense ասած ինքնություն է, դու չես կարող իրան բաժանել ինչ որ հատվածներ ու հակադրել իրար առավել եւս։ Նույնը ազգի պատմությունն է, նույնը ազգերի պատմությունն է։ Հիմա, երբ որ ասում ենք այն ինչի մեջ մենք ապրում ենք, ձևավորված է կամ ձևավորվում է հենց հիմա այս պատմական process-ի մեջ եւ ուրիշ ոչ միտեղ։ Այսինքն մեր ներկան ամբողջությամբ ձևավորված է այդ պատմությամբ, այդ այսպես կոչված անցյալով, հա։ Հենց նույն տարածքը եթե վերցնենք, որովհետեւ որ երբ որ խոսում են իրական Հայաստան ասում են, դե նկատում են տարածք, չէ՞, որոշակի գիտենք բոլորս։ Բայց այդ տարածքը որտեղից։ Էլի այդ տարածքը ոչ Տեր Աստվածն է գծել, ոչ ինքը երկնքից է իջել, ոչ ինքը չգիտեմ ինչ որ մի հրաշքով է հայտնվել, բայց ոչ էլ մենք ենք որոշել այդ տարածքը, մեր սերունդը չի որոշել, դա մեզ տրված է եղել, որտեղից է տրված եղել, ինչպես է տրված եղել, ձևավորվել է պատմության մեջ, ոչ շատ վաղ պատմության մեջ, տվյալ դեպքում, բայց պատմականորեն ձևավորված է, մեզ տրված է, մենք դա չենք ընտրել, մենք ուզած թե չուզած այս բան գործում ենք այդ տարածքի մեջ, բայց դա պատմականորեն ձևավորված, այսինքն եթե մենք վերցնում ենք նույնիսկ եւ փորձում ենք հակադրել, ասել այ այդ իրականը նա է ինչ որ մենք հիմա ունենք, իսկ այդ պատմականը փուֆիկ բան է կներեք, sense բան արտահայտության վատ բան է, բայց այդ ձեր իրականը կամ մեր իրականը ինքը ձևավորված է պատմականորեն, չես կարող դա հակադրել, իսկ ձևավորված է պատմականը նշանակում է մի բան, որ մի բան ինքը չի եղել եւ մի օր չի լինելու։ Այսինքն քանի որ անընդհատ փոփոխական է 100% մի օր դա փոխվելու է, ինչպես եւ նախկինում փոխվել է եւ անընդհատ փոխվել է, անդադար փոխվել է։ Դու չես կարող այդ ամբողջ հոսքից փոփոխական անընդհատ վերցնել մի հատ էլեմենտ, ասել այս սա է, ասենց ասած հավերժը, կայունը, միակը, մնացած ամեն ինչը ես չեմ հաշվում, որովհետեւ ինքը փոխվելու է, բա հետո ինչ ես անելու։ Այսինքն մի կողմից ինքը ձևավորվել է այդ իրականությունը, մյուս կողմից ինքը մի օր փոխվել է, ոնց ես դու իրան առանձնացնում, վերցնում, դարձնում, օ, սա է միակ իրականը։ Չէ, իրականը դա չի, իրականը դա նա է հենց ինչ որ դու ապրում ես անընդհատ փոփոխության մեջ։ Այս է իրականությունն է, բայց դրանից փոկված մի կտոր ինքը իրականություն չի, ինքը հենց դա պատրանք է։ Նույնը հիմա տարածքի օրինակը քիչ թե շատ պարզ է, առանձին կարող ենք նույնիսկ խոսել, երևի նույնիսկ տենց էլ կանենք հաջորդ անգամ, որ մենք հասկանանք այդ ինչ տարածք է, ոնց է ձևավորվել, ինչի է ձևավորվել եւ ինքը ինչ անհարմարություններ կամ հարմարություններ է մեզ պատճառում եւ ինչու է ինքը ոչ միայն դե փոխվելու, որովհետեւ փոխվում է ամեն ինչ այս աշխարհում, այլև անխուսափելուն են փոխվելու։ Սա առանձին կխոսենք։ Ես շատ սիրում եմ նաեւ բերել օրինակ Այբուբենի օրինակ, չնայած կարելի է շատ ուրիշ օրինակներ բերել։ Էլի մենք ունենք հայկական Այբուբեն։
1500 տարվա պատմություն ունեցող բան է դա։ Մենք դա չենք ստեղծել, իսկ մեր պապերը դա չեն ստեղծել, պապերի պապերը չեն ստեղծել, բայց դա մեր իրականության մասն է, որը մենք չենք ընտրել։ Մենք ծնվել ենք եւ ունեցել ենք դա։ Ինչ է հիմա սա նշվում, դա իրական է թե իրական չի։ Պատմական է, անցյալ է, բայց դա մեր իրականության մասն է, որը էլի ձևավորված է նախորդ սերունդներից եւ գրեթե ամեն ինչի 90% եւ ավելին մեր ունեցած իրականության, չգիտեմ, եւ ազգային եւ ոչ միայն ազգային ձևավորված է նախորդ սերունդներով։ Կրոնը նույն։ Հիմա այսօր ճիշտ է կրոնի ազատությունն է, մեկը կարող է իրեն համարել քրիստոնյա, մեկը չհամարել, բայց էլի այն որ մենք քրիստոնյա ենք եւ դրանից բխող անկախ նրանից դուք ես քրիստոնյա համարում ես թե չէ, դրանից բխող լիքը մշակութային հանգամանքներ կան, էլի ոչ մեկ ենք ընտրել, ոչ մեր սերնդի օրոք է դա եղել, շատ վաղուց եղել, բայց դա ձևավորում է մեր իրականությունը։ Օրինակ, եթե իմ ազգանունը Տեր Աբրահամյան է, այլ ոչ թե ասենք Իբրահիմ Օղլի, դա արդյունք է մի ընտրության, որ ժամանակին մեր նախնիները արել են, կրոնական ընտրության, եւ դրանից բխում է, որ ես այսօր Տեր Աբրահամյան եմ, կարող էին ուրիշ ընտրություն անել, այսօր ես լինեի թեկուզ նույն հայ, բայց իմ ազգանունս լիներ, չգիտեմ, Իբրահիմյան կամ Իբրահիմզադե կամ չգիտեմ ինչ հասկանում, բայց դա իրականություն է, որը ես չեմ ընտրել։ Դրա մեջ ես ծնվել եմ, ձևավորում եւ ոչ միայն ես, ցանկացած մեկը տեսօր կարող էր այլ թեկուզ հանուն կրել, այլ չգիտեմ մշակութային առօրյա ունենալ, եթե պատմական այդ ընտրությունը չուներ։ Եվ մենք ել եմ ասում, ապրում ենք իրականության մեջ, որը գրեթե ամբողջապես 90-99%-ով ձևավորված է պատմությամբ, այսինքն էլի նույնիսկ եթե փիլիսոփայական մասը մի կողմ եք թողնում, չկա ուրիշ իրականություն, բացի նրանից, ինչ որ պատմականորեն ձևավորվել է եւ շարունակում է ձևավորվել հենց այսօր, այն մնացած մի տոկոսն էլ կամ կես տոկոսն էլ մենք հենց այսօր, հենց հիմա ձևավորում ենք, ձևակերպում ենք եւ բացասական եւ գուցե հուսամ նաեւ դրական իմաստով, բայց դա նաեւ մնալու է որպես իրականություն, դրա հագին մասը նաեւ ապագամ, երբ որ մենք չենք լինի, կլինեն հաջորդ սերունդներ, մեր իրանց համար մենք կլինենք նախորդ, բայց մեր այսօր կայացրած որոշումները, արված քայլերը, արտասանած խոսքերը, կատարված կամ չկատարված գործերը պայմանավորել են իրենց կյանքը, իրենց իրականությունը, եւ դրանից անհնար է փախնել, խուսափել, համենայնիվ այդքան հեշտ չի։ Այո, դու կարող ես փոխել իրականությունը եւ պետք է ձգտես անդադ փոխել իրականությունը, բացի այդ ինքն էլ է անդադ փոխվում, բայց իրականության մեծ մասը միևնույն է մնում է պայմանավորված պատմական ընթացքով, պատմական հոսքով։ Եվ հենց դրա պատճառով նաև այս պատճառով նույնպես դու չես կարող վերցնել եւ հակադրել, ասել կա իրականը եւ կա պատմականը, եւ իրականը ասենց ոնց որ առանձնացնես ու դարձնես, չգիտեմ, դրոշ կամ կարգախոս, որտեղ այդ իրականը նույն պատմականն է, այսինքն նույն անընդհատ փոփոխվողն է, երեք ձևավորված, այսօր շարունակվող, վաղը միգուցե փոփոխվող, բայց միշտ միևնույն ինքնություն, այդ ինքնությունը մնում է միշտ, ամեն շատ ավելի երկար նույնն է մնում։ Հիմա այդ բոլոր օրինակները բերեցի, բայց ամենավերջին հաշվով ամենաբանօրինակի չենք մենք հայ ընդհանրապես։ Այդ ինչ բան է, այդ հայկական ինքնությունը։ Այդ մենք այսօր ենք ընտրել, այսօր ենք ձևավորել, ինչ որ նստել ընտրություն ենք արել, հարակվենք, այլ թե դա հենց պատմականորեն էլի ձևավորված մի հատ փաստ է, որի մեջ մենք ծնվել ենք եւ որը մենք սիրում ենք, որտեղ մարդը բնականից սիրում է իր հարազատը, իր ինքնությունը եւ ուզում է շարունակել բնական ձգտումն է եւ փորձում ենք շարունակել, այսինքն անընդհատ եւ շարունակելը նույնպես այդ պատմության շղթան է, որտեղ մենք ուզում ենք փոխանցել մեր հաջորդներին, այսինքն ինչ ենք ուզում անել, ուզում ենք այդ պատմությունը շարունակենք, պատմությունը այդ շղթան է, ինքը նաեւ ապագան է, այսինքն անցյալից մենք մի բան ժառանգել ենք, գրում ենք, ուզում ենք պահպանենք, չգիտեմ, զարգացնենք, ինչ որ մի բան ենք եւ փոխանցել մեր սերունդներին։ Այս շղթան է անընդհատ, որի մեջ մտնում է նաեւ ապագան։ Հիմա այսքանը այսօր այս մասով ես որպես շարունակություն նաեւ կոնկրետացում այս թեմայի, որովհետեւ հասկանում եմ, որ մի քիչ այս փիլիսոփայական մասերը կարող է ինչքան էլ շատերին հետաքրքիր լինեն, բայց լավ չհամրապնդեն, sense ասած մեր դասը։ Ես կուզենայի հաջորդ անգամ մենք շարունակենք հենց վերցնենք կոնկրետ այդ տարածքի խնդիրը, մի հատ հասկանանք այն ինչը որ այսօր փորձում ենք կոչել իրական Հայաստան, այդ տարածքը ինքը ինչ տարածք է, ոնց է ձևավորվել, եթե մենք դա ընդունում ենք որպես միակ իրական
Ինչ հետևանքներ է դա ունենում, ինչ ենք մեր վրա վերցնում, ինչ պատասխանատվություն ենք մեր վրա վերցնում եւ արդյոք հնարավոր է այս տարածքում պատկերացնել ոչ թե, ասենք, չգիտեմ, 10 տարվա, թեկուզ 50 տարվա, այլ ավելի երկար հեռանկարային, ասենց ասած, կայուն գոյություն եւ զարգացում հայ ժողովրդի համար։ Որտեւ այս հարցը պետք է դնենք եւ պետք է համարձակորեն դնենք։ Տարածքները հավետ տրված չէ։ Չի կարելի տարածքը վերցնել, դարձնել, ասենց ասած, սիմվոլ, որքան էլ դա այս պահին անփոփոխելի թվա, պետք է այստեղ նույնպես ռացիոնալ մոտեցում։ Որ մենք ինչ որ մի բան դարձնում ենք, այտենց, չգիտեմ, լոզունգ, դա արդեն ի վերջո վերածում է շատ հաճախ իրացիոնալ մոտեցման։ Սրա մասին կխոսենք հաջորդ անգամ, այսօր երևի այսքանը։